հաղթանակները նվիրաբերվում են իրենց գլխավոր աստծուն Խալդեին։ Ինչ էին հագնում բանի թագավորությունում։ Մետաքս են օգտագործել։ Կարմիր բլուրից ունենք գործվածքի նմուշներ, Ինչ գույների հագուստ են հագել։ հարսի զգեստը դա կարմիրներ։ Գոտիների վրա ենք մենք տարբեր սյուժեներ հանդիպում։ Միջը տղամարդիկ չկան, ասենք ամուսինը, թագավորը, չգիտեմ, կուղեկցեին այդ կնոջը կամ մյուս կերպարներին։ Ունեցել ենք նաև դերձակներ։ Պատկերը սկսում է գործել մեր մարմնի վրա եւ մեր կյանքում։ Կան կարմիր գծեր, նորարարություն բերելիս պետք է ամեն դեպքում հաշվի առնել։ Հռչակավոր տները շատ են ոգեշնչվում հին ժամանակներից։ Ինչպես կարելի է մարդ իր վրա գրի պատկեր, որի իմաստը չգիտի։ Անդրշիրիմյան աշխարհ, նրանք գնում էին իրեն զարդերի հետ միասին։ Առաջին հայացքից թվում է, որ դու սովորական մարդու հետ ես շփվում, հետո ես հասկանում, որ այդ մարդը չկա։ Ոյ, սա շատ հետաքրքիր է։ Ողջույն։ Ես ընթերցում եմ ձեր բոլոր ոգևորիչ նամակներն ու մեկնաբանությունները ու սրտան շնորհակալություն եմ հայտնում։ Մեզ կարող եք աջակցել երկու տարբերակով՝ անվճար բաժանորդագրվելով YouTube-յան մեր ալիքին, սեղմելով զանգակի կոճակը եւ հավանելով այն տեսանյութերը, որոնք դիտել եք եւ իրապես հավանել եք։ Եվ վճարովի տարբերակով միանալով ամսական բաժանորդագրությամբ Re-Armenia հարթակի մեր նախագծին ցանկացած գումարի չափով։ Ի դեպ, մենք պատրաստել ենք կադրից դուրս հատվածներ բոլոր այն մարդկանց, որոնք կմիանան Re-Armenia-ի մեր նախագծին։ Նշածս բոլոր հղումները կարող եք գտնել այս էպիզոդի նկարագրություն բաժնում։ Ի դեպ, մեզ կարող եք դիտել նաև արդեն Spotify-ում եւ Apple Podcast-ում։ Շնորհակալություն։ Այսօր իմ հյուրը Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արվեստի ինստիտուտի գիտաշխատող արվեստաբան Գայանե Պողոսյանն է։ Գայանե ջան, ողջույն։ Ողջույն։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, դուք ինչպե՞ս եք։ Լավ, շնորհակալ եմ։ Ինչ եք անում սովորաբար առավոտյան 10:30-ին եւ որտեղ եք լինում։ Ոյ, 10:30 լինում եմ արդեն աշխատավայրում, որովհետև իմ օրը շատ շուտ է սկսվում։ Ես սիրում եմ շուտ արթնանալ, կարելի ասել ամեն օր ժամը 6-ին արդեն արթնանում եմ, առաջինը դա դառը սուրճն է, հետո տնային գործեր, պատրաստություն եւ այսպես ասած ուղղվում եմ դեպի աշխատավայր։ Հրաշալի։ Ինձ շատ տպավորել էր ձեր մի աշխատություն, բանի թագավորության հագուստը, եռալեզու տարբերակով աշխատությունը, գիրքը, որը վերջերս եք հրատարակել եւ հանրայնացրել ու կուզեմ այսօր որ մեր զրույցը հիմնականում լինի հենց այդ շրջանի մասին, որովհետեւ ահռելի հետաքրքիր աշխատանք եք տարել ու շատ հետաքրքիր բաներ կան, որոնց մասին կուզեմ զրուցենք։ Սիրով։ Այ երևի սկզբից կանք, հա, սահմանենք բանի թագավորությունը որ ժամանակաշրջանների մասին է, թեպետ գիտենք ուղղակի այսպես չիմացողների համար ասենք եւ արդեն գանք հենց տվյալ ժամանակաշրջանի առանձնահատկություններին։ Բանի թագավորություն կամ ինչպես ընդունված է Ուրարտու, Արարատյան թագավորություն, ինչպես Աստվածաշնչում էր նշված, դա մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակն է եւ սովորաբար Ուրարտագիտության մեջ հետազոտողները հիմնականում մեր թվարկությունից առաջ 9-ից 6-րդ դարերն են արձանագրում որպես ժամանակաշրջան, երբ գոյություն է ունեցել Բանի թագավորությունը, ծաղկում է ապրել եւ անկում իհարկե արդեն կործանում մեր թվարկությունից առաջ 6-րդ դարում։ Թեև կան տեսակետներ, որ մի փոքր ավելի առաջ է Բանի թագավորությունից, այսպես ասած, հիշատակումներ ասորական արձանագրություններում, բայց դա թերևս, այսպես ասած, կազմավորված դեռևս թագավորություն պետություն չի եղել եւ սովորաբար հենց 9-րդ դարից են սկսում այդ թագավորության թվագրությունը։ Ես ճիշտ գիտեմ, չէ՞ որ հիմնադիրը Արամեն էր, իրենից հետո արդեն գալիս էր այդ մյուս թագավորները, սարդին։ Դե այդպես ընդունված է Ուրարտագիտության մեջ, չնայած գիտեք պատմությունը, հնագիտությունը դա այն գիտություններն են, որոնք 100%-անոց, այսպես ասած, ստույգ տեղեկություն չեն ապահովում, հնագետներն ու պատմաբանները մի շարունակական աշխատանքի մեջ են, նոր փորձաշրջան, նոր, այսպես ասած, պեղումներ, նոր պատմություն են գրում, կարելի ասել, ինչպես օրինակ դա Եգիպտոսի հետ է, հա, կատարվում, օրինակ Եգիպտոսի հնագիտությամբ զբաղվողները, կարելի է ասել, մի 10-20 տարի առաջ այլ տեսակետներ կային, հա, 50 տարի առաջ այլ տեսակետներ, էլ չասեմ նախորդ դարաշրջանների մասին, հիմա արդեն փոխվում են մոտեցումները, որովհետև նոր արտեֆակտներ, հնագիտական գտածոներ
անգլերենի հայտ գալիս եւ նոր հիշատակություններ եւ դա փոխում է պատմության հունը եւ թերևս այո գնանք դեպի Արամե տեղից սկսենք, բայց կարծում եմ տարի գիտությունը ավելի է զարգանալու եւ մենք նոր ու նոր բաներ ենք իմանալու այդ առեղծվածային Վանի թագավորության մասին։ Շատ լավ։ Քանի որ ձեր ուսումնասիրությունը ավելի շատ հենց հագուստի այդ ժամանակաշրջանի հագուստին էր վերաբերում, կուզեմ հենց դրանից էլ խոսենք։ Ինչ էին հագնում Վանի թագավորությունում մարդիկ եւ հագուստը նաեւ ժամանակագրական առումով, որտեւ ինքը ամեն դեպքում 9-ից 6-րդ դարեր էր մեր թվարկությունից առաջ, արդյոք դրանք նույնանման հագուստներ էին, թե ժամանակաշրջանից կախված նաեւ որոշակի փոփոխությունների էին ենթարկվել։ Տեսեք, ինչ վերաբերում է հագուստին եւ բուն ժամանակաշրջանի թվագրությանը դժվար է ասել, որովհետեւ օրինակ ես որպես արվեստաբան, ոչ թե պատմաբան կամ հնագետ ուսումնասիրում եմ ըստ պատկերագրական նյութերի, պատկերագրական հուշարձանների, այսինքն այն հնագիտական գտածոները, որոնք պարունակում են գեղարվեստական հարդարանք եւ իհարկե պատկերներ, պատկերագրություն։ Եվ այդ պատկերագրությունը ուսումնասիրելով եմ փորձում այդ պատկերներից դուրս բերել այդ կերպարներին եւ նրանց հագուկապ, արթուզարդը եւ այլն։ Եվ քանի որ օրինակ իմ ուսումնասիրության շրջանակում հիմնականում առերեսվում եմ մթա 8-ից 7-րդ դարերի, մինչեւ 6 միգուցե տանենք դարաշրջանի հնագիտական գտածոների հետ, այն է գոտիներ, սպառազեն, մետաղական այլ իրեր եւ այլն, այսինքն դեկորատիվ կիրառական արվեստի հիմնականում նմուշների հետ եմ առնչվում ուսումնասիրության բերումով, դրանք այդ դարաշրջաններով են թվագրում գիտնականները։ Ուստի կարող եմ ասել, որ դրանց վրա պատկերված կերպարները եւ իրենց գրած հագուստը դա հենց այդ դարաշրջանների է, ոչ ավելի հին, ոչ ավելի հետո, հա։ Շատ լավ։ Իսկ ունենք հայտնի կոնկրետ հագուստի տեսակներ, որոնք ձեր ուսումնասիրությունների արդյունքում այսպես նաև ներկայացրել եք գրքում, եթե այո, ապա կարող ենք այսպես կտոր կամ ամբողջական տարբերակով գնալ, հա, ինչ են հագել, տաբատից, կոշիկից սկսած մինչև գլխարկներ։ Գալով այդ գրքի կառուցվածքից, գիրքը բաժանված է տղամարդկանց հագուստ բաժնի եւ կանանց հագուստ եւ կա նաեւ արթուզարդի բաժին։ Տղամարդկանց, այսինքն արական սեռի հագուստը փորձել եմ ուսումնասիրել, ինչպես ասացի, այդ արական սեռի կերպարների միջոցով, որոնք հիմնականում կամ պատկերում են աստվածությունների, այսինքն սրբազան ինչ որ էակների, կամ վերնախավի ներկայացուցիչներ են, արքաներ, քրմական դասի ներկայացուցիչներ, թեև որոշ արտեֆակտների վրա հանդիպում ենք նաև այլ դասի ներկայացուցիչների, զինվորներ, տաճարային սպասավորներ եւ այլն, եւ նույնը պետք է ասեմ կանանց մասին, այսինքն դարձյալ էլի դեկորատիվ կիրառական արվեստում պատկերված իգական սեռի ներկայացուցիչների միջոցով փորձում եմ նրանց, այսպես ասած, տարբերակել, ովքեր են նրանք, ինչ դասի ներկայացուցիչներ են, ինչ խավի ներկայացուցիչներ են եւ իրենց հագուստը։ Հետաքրքիր է, որ հագուստը շատ կարելի ասել միանման էր Վանի թագավորությունում, թե արական սեռի, թե իգական սեռի մոտ, այսինքն ըստ կառուցվածքի, թերևս դա ձևում էր տունիկայանման հիմքով, որը որ շատ տարածված էր այդ ժամանակաշրջանում ողջին արևելքում, այսինքն տունիկայաձև կտրվածքները որպես հագուստ կրում էին թե տղամարդիկ, թե կանայք Ասորեստանում, Եգիպտոսում ինչու ոչ, եւ նաեւ Վանի թագավորությունում եւ իր հարևանությամբ այլ տարածքներում, թագավորություններում։ Եվ այդ տունիկայաձև կտրվածքով հագուստը, որը ուներ իր վզամասի բացվածքը, ուներ թևքամասեր տարբեր երկարության, նաեւ որպես գեստ ունենում էր տարբեր երկարություն, օրինակ տղամարդկանց մոտ տարբերակելի են մինչեւ ծունկ, ծնկից ներքև տարբերակներ, կարճ թևքերով, երկար թևքերով, վրայից գրում էին վերնազգեստ, բաճկոնակ վերարկուներ, թիկնոցներ, որոնք գոտե կապվում էին եւ փաստորեն դարձյալ ըստ այդ կերպարների զանազանության, նրանք ըստ խավային դասակարգման հագուստի եւ արթուզարդի, այսինքն հագուստի վրա, մարմնի վրա գեղազարդման հարդարանքները տարբեր են։ Եվ նույնը կանանց դեպքում է, թեև կանայք հիմնականում կրել են երկար տիպի զգեստ, միգուցե բազմաշերտ, որովհետև հաճախ օրինակ քանդակային նմուշներում տեսնում են կտրված հատվածներ, կտրվածքի հատվածներ կամ միգուցե ներկարման հատվածներ, որոնք օրինակ ինձ թույլ են տալիս եզրակացնել, որ մենք ունենք վերին հագուստ,
Եվ ունենք ստորին զգեստ կամ կիսաշրջազգեստ, դարձյալ վրայից էլի բաճկոնակ են գրել, թիկնոց են գրել, թիկնոցներ շալեր, որոնք տարբեր ձևերով կապել են թե տղամարդիկ, թե կանայք մարմնի վրա գոտկատեղի հատվածում դարձյալ գոտիով ամրակապել են, վրայից կրծքամասում զարդեր են գրել, թե կանայք եւ թե տղամարդիկ եւ լրացրել են իրենց այսպես ասած լուքը զարդերով, ականջողերով, ապարանջաններով եւ այլն։ Շատ հետաքրքիր է։ Կուզեմ մի փոքր ավելի բացվածքով խոսենք, մի քիչ անդրադառնանք տղամարդկանց հագուստի առանձնահատկություններին եւ հետո արդեն կգանք նաեւ կանանց ձեր ուսումնասիրությունների արդյունքում ինչ նոր հետաքրքիր բաներ եք գտել, որ գուցե շատերին հայտնի չէ եւ արժե իմանալ։ Նախ ասեմ, որ գրքի աշխատանքների շրջանակում իսկ այդ գրքի ուսումնասիրությունը դա երկար տարիներ է տևել, այսինքն հրատարակվել է այս տարի, բայց երկար տարիներ դեռևս ուսանողության ժամանակներից փորձել եմ ուսումնասիրել հենց մեր հայկական լեռնաշխարհի այդ ժամանակաշրջանի հագուկապը, քանի որ առաջին մասնագիտությամբ հագուստի մոդելավորման բաժինն եմ ավարտել եւ դեռևս դրամաբանորեն, այսպես ասած, նախասիրությունները գալիս են, այո, դիզայն, հագուստ, արտուզարդ եւ այլն, մի ժամանակ դեռ փորձում էի նաեւ զարդեր ինքս պատրաստել եւ այլն եւ այլն։ Եվ փաստորեն ուսանողության տարիներից ընկնվելով այդ խոր ու առեղծված աշխարհի մեջ, փորձեցի ուսումնասիրել ու հասկանալ առհասարակ այդ ինչ են հագել այդ մարդիկ, ինչ են զգացել հագնելով նման հագուստ եւ այլն։ Եվ այս գրքի շրջանակներում ինձ հաջողվեց նաև, այսպես ասած, փորձ կատարել, փորձեցի նաև ժամանակակից տեխնոլոգիաներին դիմել, այն է արհեստական բանականությանը, որի շնորհիվ իմ էսքիզները կարծես վերակենդանացրեցի, այսպես ասած, կենդանացրեցի, եւ գրքի շրջանակում մի քանի ուղղակի էսքիզ, այսպես կենդանություն տվեց արհեստական բանականությունը դրանց կերպարներին, եք տվել, իմ էսքիզը, գործիքների միջոցով արհեստական բանականությանն եմ հանձնել եւ խնդրել եմ իրեն իմ էսքիզից ստանալ ավելի կենդանի կերպար, այսինքն մարդկային կերպար, որի վրա հագած է այդ հագուստը եւ այդպես փորձս ի կատարածելով ստացա մի քանի տղամարդու եւ իգական սեռի կերպարների հագուստ, որոնք կարծես թե նման են, ինչպես նշեցի, կառուցվածքով, բայց տարբերակելի են գունային լուծումներով, արտուզարդի պարագաներով եւ այլն, բայց հետաքրքիր գիտեք որն է, որ Վանի թագավորությունում նույն գործվածքից գրում էին հագուստ թե տղամարդիկ թե կանայք, այսինքն այդ դեկորատիվ կիրառական արվեստի նմուշներ կամ եռաչափ մոդելները, որ մենք ունենք քանդակային լուծմամբ, ցույց են տալիս, որ մակերևույթը նույնն է, այսինքն այդ գործվածքի մշակումը, որը մետաղագործ վարպետը փորձել է, այսպես ասած, արտացոլել քանդակային նմուշի կամ երկչափ ինչ որ հարթության վրա, նույնն է, նույն զարդանախշն է, որը թերևս մեծ տարածում պետք է ունենար Վանի թագավորությունում, ունենար իր խորհրդաբանությունը, կարևոր սրբազանշանակությունը եւ դա եւս հագուստում արտացոլված էր, այսինքն հագուստի զարդանախշումը ուղղակի որպես գեղարվեստական հարդարանք չէր կամ նախասիրություն, դա գալիս էր նաեւ իրենց այդ ժամանակաշրջանի հոգեվոր պատկերացումներից, քանի որ Վանի թագավորությունը դիցապետական թագավորությունն էր, այդ մարդիկ ապրում էին մի հասարակությունում, որտեղ կարևոր էին տաճարները, իրենց կրոնը, աստվածները եւ այլն Եվ նույնը իրենց կյանք էր գալիս, այսինքն իրենց սովորական կենցաղային կյանքում եւս նրանք դրա հետ, այսպես ասած, զուգահեռ էին ապրում Եվ օրինակ իմ այսպես վերակենդանացած կերպարներում եւ կանացի եւ տղամարդու հագուստու գործվածքները կարծես թե նման են կամ զարդանախշումները գոնե նման են, ուղղակի արդեն լուծումները գունային եւ այլ կարելի է տարբերակել։ Տղամարդու դեպքում օրինակ փորձեցի վերականգնել մանուշակագույնը, այն է այդ պուրպուրը, որը մեր նաեւ հոգեվոր սրբազան հագուստում քրիստոնեական եւս շատ ընդունված է, ունի իր խորհրդաբանությունը եւ դա շատ հին ժամանակներից է գալիս։ Այսինքն մեզ հայտնի է նաև գունային լուծումները, ինչ գույների հագուստ են հագել։ Այո, գիտեք հայտնիությունը ինչպես է ստացվում։ Նախ կարմիր բժուրի պեղումները, որ իրականացվում էին դեռևս խորհրդային միության տարիներին, նշանավոր Բորիս Պետրովսկու կողմից, ղեկավարվում էին այդ պեղումները, հետագայում տեղ գտան այդ պեղումների արդյունքները իր հոդվածներում եւ գրքերում, եւ այնտեղ տարբեր մասնագետներ իհարկե ներգրավվեցին այդ աշխատանքներում եւ փորձեցին վերականգնել գտնված գործվածքի նմուշները։
փորձեցին ստանալ, թե ինչ գունավորում են դրանք ունեցել, իսկ մենք փաստորեն հենց կարմիր բլուրից ունենք գործվածքի, այսպես ասած, պատառիկներ, նմուշներ, դրանք հիմնականում բրդե գործվածքներ են, որոնց գունավորումը փորձեցին կատարել եւ ստացան կարմիր կապույտ, հավանականությունը, որ կարմիր կապույտ դեղին գույներն են հենց տարածում գտել այն ժամանակ եւ դրանցով են գունավորված եղել գործվածքները եւ դա նաեւ պայմանավորված էր էլի հոգեվոր պատկերացումներով, որովհետեւ տրամաբանորեն, եթե դրանք կապենք որմնանկարների պահպանված պատառիկների հետ, հենց օրինակ Էրեբունու, համալիրի որմնանկարները եւս դա շատ տարածված գունային լուծումներով է արված, որտեղ գերիշխում է կարմիրը, կապույտը, դեղինը եւ որոշակի արդեն լրացումներով գալիս է սև եւ սպիտակ ուղղակի որպես լրացյալ գույներ։ Իսկ ամբողջին արևելքում կարմիրը եւ կապույտը դրանք եղել են սրբազան գույներ։ Թե վանիթաքարերում, թե հարևան մշակույթներում, անգամ տաճարներում, սրբազան, երևույթներում եւ այլն շատ տարածված էր իրենց հավատալիքներում հենց այդ գունավորումները։ Տաճարի ներսն ու դուրսը հենց այդ հակադիր գունավորմամբ էին անում։ Եվ փաստորեն այդ գունավորման հետ կապված խորհրդաբանությունը եկել է նաև մեր միջնադար եւ հայկական նաև հավատալիքների սրբազան այդ պատկերացումների մեջ է իր տեղը գտել, որովհետեւ չմոռանանք, որ Քրիստոսի տիրամոր հագուստի հետ կապված եւս մենք թե մանրանկարներում, թե որմնանկարներում ոչ միայն հայկական, այլև մյուս քրիստոնյա մշակույթներում տեսնում ենք այս նույն գունավորումը, որը եւս ունի իր սրբազան նշանակություն եւ դա փաստորեն ոչ թե ձևավորվել հենց քրիստոնեության ժամանակ, այլ իրակունքները գալիս են հին արևելյան այդ տիրույթների, այդ գունային հավատալիքների տարածվածությունից, օրինակ խեթական մշակույթում էլ կարմիր գույնը սրբազան գույն էր, որը կրում էին քրմերը, տաճարային սպասավորները, հատկապես ծեսերի ժամանակ։ Իսկ ինչ վերաբերում է օրինակ մանուշակագույնին, որը իմ համար մեծ կարևորություն ունի եւ հենց դա փորձեցի վերականգնել իմ այսպես ասած գլխավոր կերպարի հագուստում, դրա հիշատակությունը կա եւ դրա հիշատակությունը մենք գտնում ենք օրինակ Սարգոն II արքայի հիշատակության մեջ, ով կամ իր զորքերը, այսպես ասեմ, թալանել էին Մուծածիրի հայտնի տաճարը, մենք գիտենք այդ պատմությունը, անգամ պատկերն է պահպանվել, իհարկե ոչ օրիգինալ այդ պատկերաքանդակը, որը կորսվել էր Ֆրանսիա տեղափոխելիս, բայց այդ պատկերաքանդակի կրկնօրինակ պատկերը մենք ունենք, որտեղ ներկայացված է տաճարի տիպը, տաճարը եւ այնտեղ ինչ են կատարում այդ ասորեստանյան զինվորները։ Եվ Սարգոն II-ը իր այդ հռչակավոր հիշատակության մեջ այդ գլուխ են գովում, այսպես ասած, ասորեստանի արքաները սովորաբար ավար է նշելիս նաև խոսում եմ տաճարում պահվող հագուստի մասին, գույների մասին եւ այդ ուսումնասիրություններով եմ փորձել վերականգնել հենց այդ գունային լուծումները։ Նշվում է մանուշակագույն հագուստի։ Այո, եւ ոչ միայն այնտեղ նշվում են արթուզարդի պարագաներ, որոնք տարբեր այլ իրերի հետ այսպես ավար որպես վերցրել է Սարգոնի զորքը եւ այլն։ Այսինքն ուղղակի միայն լինելով նկարիչ, հագուստի մոդելավորող կամ այլ մասնագետ դու չես կարող վերականգնել։ Սա շատ խորը գիտություն է, պետք է նախ ուսումնասիրես այլ մասնագետների հետազոտությունները այս բնագավառում, նաև փորձես գրավոր աղբյուրներ, հիշատակություններ ու պատկերագիր, աղբյուրներ համադրել եւ ստանալ ինչ-որ մի փոքրիկ մի բան, իսկ այդ գիրքը, որի մասին խոսում ենք, դա մի փոքր, այսպես կաթիլն է այդ հսկայական ուսումնասիրությունների այդ գիտության մեջ եւ փոքր մի բան եմ արել եւ պետք է շարունակական դա լինի, որտեվ կանգ առնել չի կարող, գիտությունը ինքս էլ մյուս գիտնականներն էլ եւ սա թերևս կլինի ինչ-որ մի բան, որի վրա կկառուցեն արդեն իրենց գիտությունը, իրենց նոր տեղեկություններն ու գիտելիքները հետագա ուսումնասիրողները, ոչ միայն նաեւ մեր ժամանակակիցները։ Իսկ քանի որ գույներից խոսեցինք, խորհրդաբանությունները հայտնի են կարմիրի կապույտի մանուշակագույնի դեպքում, թե կոնկրետ ինչ են խորհրդանշել այդ գույնով։ Վանի թագավորության գրավոր աղբյուրները շատ քիչ են, հատկապես այդ հոգևոր կյանքի մասին հիշատակությունները քիչ են, մանավանդ որ պատկերագրություն ուսումնասիրելով պետք է նաև դիցաբանություն, առասպելաբանություն եւ այլ ուսումնասիրես, որի մասին մենք չունենք տեղեկություններ, որտեղ չկան գրավոր աղբյուրներ։ Այս գրքին օրինակ նախորդել էր իմ մյուս փոքրիկ առաջին գիրքը Վանի թագավորության կերպարվեստի պատկերագրական առանձնահատկություններով, որտեղ էլ փորձում էի այդ գեղարվեստական լուծումներ, հորինվածքները, ուսումնասիրել խորազնին
Եվ ցանկացած պատկեր, երբ մենք ուրարտական մշակույթում ուսումնասիրում ենք, մենք պետք է հասկանանք, թե ով է պատկերված, ինչ սյուժե է պատկերված, ինչ գործողություն է այդտեղ տեղի ունենում։ Եվ առավելապես մենք այդտեղ գործ ունենք սրբազան որևիցե իրողության հետ։ Դրանք հիմնականում կրոնական բնույթի ծեսեր են եւ փաստորեն, ինչպես ասեցի, կամ վերնախավի ներկայացուցիչներն են մասնակցում, ինչպես գիտեք, արքաները դրանք գլխավոր քրմերն էին, հնում հին արևելյան մշակույթում եւ ոչ միայն, եւ տեղի է ունենում ըստ երևույթին գլխավոր քրմի, տաճարային սպասավորների եւ այլոց կողմից ինչ որ մի ծես։ Կնիկների վրա, օրինակ, ասաղավարտների վրա եւ այլն գոտիների վրա ենք մենք տարբեր սյուժեներ հանդիպում։ Եվ փաստորեն առանց դրանց ուսումնասիրության չեն կարող նախ իմանալ այդ հագուստի եւ առհասարակ այդ նախ գույնել չկա։ Մենք հիմնականում ունենք արտեֆակտներ, որոնք գունավորված չեն։ Բացի այդ որմնանկարների փոքրիկ պատառիկները, որոնք պահպանվել են ու նշածս գույներն են հիմնականում գերակշռում։ Օրինակ Ալցին թեփեում էլ դարձյալ մի փոքր պատառիկ էր պահպանվել, այսպես ասած դարձյալ սրբազան գործողություններ կազմող, որտեղ սպիտակ ու կարմիր են հագած այդ կերպարները, ըստ երևույթին կամ երևակայական սրբազան էակներ են կամ դարձյալ ինչ-որ տաճարային սպասավորներ, դույլիկները ձեռքին կատարում են ծառի հետ կապված ինչ-որ սրբազան արարողություն։ Դա ամենատարածված մոտիվն է հիմնականում ուրարտական մշակույթում, ասորական, պատկերարվեստում։ Եվ երբ որ գույնին հետ եմ առնչվում, փորձում եմ ուսումնասիրել հարևան մշակույթներից պահպանված գրավոր աղբյուրներ։ Օրինակ խեթական մշակույթից շատ կան գրավոր աղբյուրներ պահպանված, եւ օրինակ կարմիրի հետ կապված, սպիտակի հետ կապված, գտել եմ, որ խեթական մշակույթում հենց օրինակ սրբազան կերպարները հոգևոր, դասի ներկայացուցիչները կրում էին սպիտակ ու կարմիր գույն, որովհետև դա սրբազան էր։ Բերում եմ մեր Վանի թագավորություն, քանի որ տարածաշրջանը հարևան մշակույթներ են, չէ, հարևան տարածքներ են, իհարկե դարերի տարբերությամբ, բայց տարածաշրջանում գոյություն ունեցող հին հավատալիքներն ու պատկերացումները դրանք այսպես սերնդեսերունդ միշտ փոխանցվում են։ Հայկական լեռնաշխարհն էլ, այդպես է։ Մինչ խոր միջնադար, ուշ միջնադար, մինչ մեր օրեր մենք ունենք նաև հիմիկվա մեր հավատալիքներում ու պատկերացումներ, փոքրիկ պատառիկներ այդ անհիշելի ժամանակներից։ Դա կապված է ծեսերի, նախաքրիստոնեական ծեսերի եւ այլնի հետ։ Փաստորեն այդ տարբեր մշակույթների գրավոր աղբյուրներում ինչ-որ բաներ եմ գտնում, փորձում եմ այդ Սարգոնի հիշատակությունը կամ հենց ուրարտական այն սեպագրերը, որոնք գոնե վերծանված են մինչ օրս, դրանցում ինչ-որ մի բան գտնել, գումարել իրար ու ստանալ այդ պատկերը։ Եվ այդ գույներն են հիմնականում այդ գունային համակարգն է գործել Վանի թագավորությունում, կապույտը, ինչպես գիտենք, երկնքի գույնն է, երկնային թագավորության, որտեղ ապրում էին աստվածներն ու սրբությունները, դա տրամաբանական է բոլոր մշակույթների համար։ Դեղինը դա արևն է, դա ոսկին է, դա արքայական գույնն է, ինչպես բոլոր թագավորություններում, չէ, Եգիպտոս եւ այլ։ Դե կարմիրն էլ դա հողի գույնն է, արյան գույնն է եւ ինչպես հասկացանք սրբազան գույն է, քանի որ հարևան մշակույթներում դա օգտագործվել պտղաբերության հետ է կապվում, դեռականության հետ է կապվում եւ այլն, չմոռանանք, որ հայկական տարազում եւս իր կարևոր տեղն է գտել կարմիր գույնը, թե արական եւ թե իգական հագուստում, իզուր չէ, որ հարսները մինչ նոր ժամանակներ հենց հարսի տարազը, հարսի զգեստը դա կարմիրն էր։ Հիմա օրինակ մեր հարևան երկրում Թուրքիայում հենց հարսները գրում են հենց կարմիր զգեստ, որը մեզանում ցավոք կորսված է եւ փոխարինված է սպիտակով որպես մաքրության խորհրդանիշ։ Այո, բայց օրինակ սպիտակը կան տարբեր մշակույթներ, որտեղ բացասական նշանակություն ունի։ Չնայած, ինչպես հասկանում եմ, Վանի թագավորությունում սպիտակը եւս կիրառություն ունեցել է, սրբազան գույների մեջ դարձյալ օգտագործվել է։ Միգուցե վուշի, բամբակի կամ թեկուզ բրդի առումով այդ մաքուր բնական գործվածքում ոչ այն ջերմակ սպիտակը իհարկե, ավելի կաթնագույն օգտագործվել է հագուստում։ Հետաքրքիր է։ Իսկ ինչ գտածոներ եւ ուսումնասիրությունների համար նյութեր ենք հայտնաբերել այդ շրջանից մի քանիսը նշեցիք, գոտիներ, սաղավարտ եւ այլն, բայց ամբողջական ինչ է մեզ հասել, որտեղից դուք եւ այլ մասնագետներ սնվում եք եւ ըստ դրա կարողանում եք պատկերացում կազմել տվյալ տարածաշրջանի իրադարձությունների մասին։ Իրադարձություններ ասելով, օրինակ ինձ շատ ավելի հետաքրքրում են հոգևոր կյանքը, այդ կրոնական երևույթներ, ծիսակարգեր եւ այլն եւ մարդու դերը դրանում։ Օրինակ կան բրոնզյա գոտիներ, որոնց ուսումնասիրությամբ եմ զբաղվում եւ հենց հիմա էլ հենց դրա վրա եմ աշխատում, որտեղ կան կանանց պատկերներ եւ հետաքրքիրը այն է, որ
Ուրարտական մետաղական գոտիներ թերևս տարբեր տիպերի մեր օրեր հասել են տարբեր պեղումների արդյունքում, թե մեր հենց այս Հայաստանի տարածքում, թե Թուրքիայի ներկայիս Թուրքիայի տարածքում տեղի ունեցած այդ պեղումների շարունակական պեղումների արդյունքում շատ բան կա եւ կարելի է դա նաեւ տարբերակել, օրինակ հիմա ես ինքս զբաղվում եմ հենց դեկորատիվ կիրառական արվեստի ուսումնասիրությամբ, հասկանալու, տարբերակելու դրանց տիպերը եւ այլ գեղարվեստական հարդարանքի բազմազանությունը եւ օրինակ այդ գոտիները, որ նշեցի, դրանք շատ ինքնատիպ են, դրանք տարբերվում են այլ օրինակ գոտիներից, սովորական կամ ինչ-որ երկրաչափական զարդանախշեր, ինչ-որ սրբազան ուղղակի պատկերներ, կենդանիներ բարունակող գոտիներից շատ են տարբերվում։ Այդտեղ ներկայացված են պատմողական հերթականությամբ կարծես սյուժեներ, որտեղ կա սկիզբ եւ ավարտ, որտեղ տեղի են ունենում գործողություններ, որի մասնակիցները հիմնականում կանայք են, այսինքն առավելապես կանայք են, տոնախմբություն է, ծես է, խնջույք է, հիմա այսպես ասած գլուխ եմ կոտրում հասկանալու եւ ոչ միայն ես, նաեւ այլ մասնագետներ հակիրճ, բայց անդրադարձ իհարկե կատարել են։ Իհարկե ես արվեստաբան եմ եւ թերևս այս ուրարտագիտության մեջ քիչ են, կարելի ասել չկան արվեստագետներ, արվեստաբաններ, որ զբաղվում են հենց այս շրջանով եւ որպես այդ օրենք այսպես հնագետներն ու պատմաբաններն են դրանով զբաղվում։ Իրենց հետաքրքրող թեմաներն էլ այլ են, իմն էլ այդպես ասած պատկեր աշխարհն է ուրարտական։ Եվ ես այդտեղ փորձում եմ հասկանալ այդ կանայք ինչու են այսպես պատկերված, ինչ է տեղի ունենում, ով է այս կերպարը, նրան ով է հաջորդում։ Այդտեղ մենք տեսնում ենք այսպես պարողների, երաժիշտների նրանց բոլորի հագուստը տարբեր է։ Մենք այդտեղ տեսնում ենք զոհասեղան կամ ուղղակի սեղան, որի առջև նստած է կին, շատ նման այդ քանդակային նմուշների կերպարին, այսինքն այդ կնոջ կերպարը գլխաշորով միշտ առկա է ուրարտական արվեստի տարբեր նմուշներ։ Մենք այդտեղ տեսնում ենք գլխաշորով կին, երկար զգեստով, կարծես թե դա դասական ուրարտական հասարակության կնոջ կերպարն է։ Դժվար է ասել աստվածուհի է, թագուհի է, քրմուհի է, որովհետև այդ վարկածները այլ մասնագետներ ես եւս նշում ենք, որովհետև դժվար է հստակ ասել ու դա սխալ էլ կլինի 100%-ով նշել, որ նա, ասենք, թագուհի է կամ աստվածուհի, մենք փորձում ենք եզրակացության վարկածի ձևաչափ օգտագործել ու իր առջև արդեն սպասուհիներ են։ Ըստ երևույթին դրանք տաճարային սպասուհիներ են, քրմուհիներ են, երիտասարդ աղջիկներ եւ այդ երիտասարդությունը ինչպես ենք հասկանում Սա արդեն ուսումնասիրվել է տարիներ առաջ էլ հնագետ Սիմոն Հմայակյանը իր հոդվածներում փորձում էր գալ այն եզրահանգման, որ Վանի թագավորությունում, ասենք հասուն կին, ամուսնացած կին արդեն որպես հարս տանտիկին, նա կրել է գլխաշոր։ Եվ այդ գլխաշորով պատկերներում այսպես ասած հասուն կանայք են, դա նաև սոցիալական, այսպես, ցուցիչ որպես կարելի է օգտագործել եւ գլխաշորի բացակայությամբ պատկերված աղջիկները երիտասարդ, միգուցե չամուսնացած այդ աղջիկներն են։ Եվ պատկերազարդման մեջ էլ դա կարծես դրամաբանորեն է։ Տաճարային սպասուհիները չամուսնացած երիտասարդ աղջիկներ են, որոնք միգուցե իրենց աստվածուհուն, թագուհուն կամ գլխավոր քրմուհուն են սպասարկում։ Այնտեղ երաժիշտները եւ պարուհիները եւս կարծես թե իրենց ըստ մասնագիտության, թե միգուցե դասային պատկանելության կամ տարիքային ցուցիչի առանց գլխաշոր են։ Իսկ ինչ սեռի են երաժիշտները։ Կանայք են բոլորը, ըստ երևույթին կանայք են, այդտեղ կան մեկ կամ երկու կերպար, որոնց սեռը դժվար է հասկանալ, նա գոտիներից մեկի վրա կա ակրոբատի կերպար, որը կարծես թե տղամարդ է, բայց հիմնականում մնացած կերպարները դրանք կանանց կերպարներ են, իգական սեռի ներկայացուցիչներ են, տարբեր հագուստներով, նաև միայն մազերով, թե նաև ընդհանուր կառուցվածքային բաներ կան, որոնք տարբերակում են կնոջն ու տղամարդուն։ Հագուստի ձևերը, օրինակ այդ ակրոբատը կարծես թե ավելի տաբատակիր է, ասանրվածք չի երևում, պատկերի ուրվագծումից, միգուցե տղամարդ է, մարզիկ է, ակրոբատ է, կարող է լինի, չէ՞ որ տոնախմբության ժամանակ տարբեր ներկայացուցիչներ մուտք էին գործում, այսպես ասած, բայց առավելապես այդ ծեսի մասնակիցները կանայք են։ Յուրաքանչյուրի ձեռքում ինչ-որ մի իրենք ուղղվում են ինչ-որ մի ուղղությամբ, ըստ երևույթին այդ ուղղությունը տանում է դեպի այդ գլխավոր կերպարը, միգուցե հենց այն վայրը, որտեղ տեղի են ունենալու այդ գլխավոր, ծեսի
դրվագները իրադարձությունը միգուցե դա տաճարային տարածք է թե վիճելի է, միգուցե դա պալատական համալիրի ներսում կատարվող իրադարձություն է։ Ես օրինակ եկել եմ այն եզրահանգման, որ միգուցե դա պալատական համալիրի ներքին բակ կարող է լինել, որտեղ տեղի են ունենում, հա, իրադարձություններ։ Նաև չի բացառվում տաճարային տարածքը, որովհետև չմոռանանք, որ պալատական համալիրների այդ միջնաբերդերի հենց ներսում կան տաճարներ հենց Էրեբունու օրինակով եւ ոչ միայն։ Եվ փաստորեն մենք այդ իրադարձության մասնակիցն ենք դառնում հենց այդ գոտու վրա հերթականությամբ ներկայացված կերպարների։ Ինչպես ասացի, գլխավոր կերպարը գլխաշորով է եւ իր ավանդական այդ երկար զգեստով, որի վրա մենք տեսնում ենք նույն զարդանախշը, որի մասին ասեցի, նաեւ տղամարդկանց դեպքում ենք դա շատ տեսնում, դա քառանկյուն է, ներսում վարդյակ։ Շրջան քառանկյան մեջ, որը հիմնականում վարդյակի ձևով է արտացոլված, մենք նույն պատկերը տեսնում ենք Էրեբունու որմնանկարներում այդ աստղալից կասենք, հա, երկնքի պատկերման մեջ։ Եվ նաև այս պատկերը շատ ու շատ այլ իրերի վրա եւս տեսնում ենք, այսինքն դա ամենատարածված մոտիվն էր, որը ուսումնասիրության են ենթարկել տարբեր մասնագետներ, օրինակ հայկական զարդարվեստ գիրքը, որ կա Սատուրն Մնացականյանի, բավական մեծ ընդգրկուն այսպես ուսումնասիրություն է, որտեղ հետազոտողը անդրադարձել է շատ հին ժամանակներից մինչև հայկական, հա, ավանդույթներ եկող զարդամոտիվները, նայել է անդրադարձ կատարել այդ վարդյակին, վարդյակը դա կյանքի, արևի, հա, խորհրդանիշն է պարունակում, նաև եգիպտական եւ այլ մշակույթներում, չէ՞ որ օրինակ եգիպտական հավատալիքների համաձայն աստվածությունը արևը ծնվում է հենց լոտոսի միջից, չէ՞ դուրս է գալիս, այսինքն ծաղիկ արև անընդհատ այդպես զուգահեռ կապված են իրար հետ եւ շատ հաճախ արևի խորհրդանիշն է հենց այդ ծաղիկը, ծաղկամոտիվը, վարդյակը, նույնը միջագետքում է։ Միջագետքում էլ բավական շատ են այն թասերը, խեցեգործական իրերը, սպասքի իրերը, որոնց վրա մենք տեսնում ենք գունազարդված այդ վարդյակները կենտրոնական հատվածում, որի շուրջ դասավորված են այլ պատկերներ եւ տարբեր ուսումնասիրողներ եկել են այն եզրակացության, որ այդտեղ այլաբանորեն ներկայացված է հենց արևը, արևի ձևով, ծաղկի ձևով ճառագայթները, հա, նաև այդ ծաղկի թերթիկները, այդ ճառագայթները կարծես լինեն արևի, որի շուրջ օրինակ համաստեղություններ են դասավորվում եւ այլն։ Այսպիսի խորը զուգահեռ ուսումնասիրություններ եմ կատարում հասկանալու համար ուրարտական որևիցե մի պատկեր կամ դրվագ։ Դա դժվար է մենակ մի անգամ մի պատկերի նայել, հասկանալ, մանավանդ որ մենք շատ առեղծվածային ինչ որ, հա, պատմության հետ գործ ունենք, առեղծվածային թագավորության, իր գործանումն էլ, անկումն էլ շատ առեղծվածային է, թե պատմաբանները փորձում են տալ, հա, այդ պատերազմական դրության եւ անկման պատճառները, բայց միևնույնն է մենք ունենք շատ ու շատ բացեր, որոնց պատասխանները դեռ չունենք։ Ու այս կանանց կերպարները, ինչու է այդ կանանց ծեսը տեղի ունենում, ինչու տղամարդիկ չկան արական սեռի ինչ որ գլխավոր, հա, կերպարներ, որոնք ասենք ամուսինը, թագավորը, չգիտեմ, կուղեկցեին այդ կնոջը կամ մյուս կերպարներին։ Ըստ երևույթին, օրինակ իմ հոդվածներից մեկում վերջին փորձել եմ այսպեսի մի վարկած տանել, որ այդտեղ մենք գործ ունենք հարսանեկան ծեսի հետ, հարսի նախապատրաստման հետ, հա, որտեղ միայն կանայք են ներկա։ Այո, ոնց որ մեր չէ հայկական ավանդույթում է եւ ոչ միայն, չէ՞ ողջ արևելքում էլ այդպես է, երբ աղջիկները, ընկերուհիները հավաքվում են, հարսի նախապատրաստությունն է տեղի ունենում։ Այդտեղ օրինակ կա մի դրվագ, որը պատկերում է այդ կանացի կերպարի գլխավերևում ինչ որ ծածկոց են պահում այլ կերպարներ, ինչպես ասեցի, միգուցե այդ սպասուհիները կամ իր օգնական աղջիկները։ Շատ այլ մասնագետներ փորձել են դա այլ ձև մեկնաբանել, իմ մեկնաբանությունը թերևս հանգում է նրան, որ մենք գործ ունենք հարսանեկան ինչ-որ մի ծեսի հետ, հարսի նախապատրաստման հետ, եւ դա քողի պատրաստությունն է, որտեվ քողը, հարսի քողը դա սրբազան էր հնում, դա պատրաստում էին հատուկ ուշադրությամբ, վարպետությամբ, հարսները դա պահում էին մինչև իրենց մահը, սերնդեսերունդ փոխանցում էին իրենց դստերը։ Մեր հայկական ավանդույթում էլ այդ հարսանեկան քողը ունեցել է իր խորհուրդը, հա, սրբազան, դրա վրա անգամ աղոթել են։ Եվ առհասարակ ոչ միայն հարսանեկան քողը, այլ գլխի այդ հարդարանքը, քողը, գլխաշորը, այսպես ասած, կնոջ համար հայկական լեռնաշխարհի արևելքի կնոջ համար ունեցել է սրբազան նշանակություն, տաճար գնալիս, հա, թվում է շատ հաճախ, որ դա քրիստոնեական կամ մահմեդական այսպես մշակույթի հետևանք է, բայց արի ու տես, որ գրեթե մեզանից 3000 տարի առաջ
դեռ այդ ամեն ինչը եղել է։ Այո, այս հարցը բոլորին է հետաքրքրում, քրիստոնեությունից եկավ, մահմեդականությունից եկավ այդ միջնադարյան, հա, որ սկսեց կինը քող կրել, որովհետև մեր օրերում հիմնականում դա շատ մեծ տարածումն է հենց մահմեդական կանանց, չէ՞, մոտ որպես ավանդույթ, կրոնական ավանդույթ, բայց արի ուտես, որ հայկական լեռնաշխարհում ամուսնացած կինը գլխաշոր է կրել դրսում, օտարների մոտ ոչ միայն Հայաստանում, հայկական լեռնաշխարհի հնագույն, հա, մշակույթներում եւ հարևան հնագույն մշակույթներում Ասորեստան, Միջագետք, Հունաստան կանայք կրել են գլխաշոր։ Դա եղել է պարտադիր, գործել են օրենքներ, երբ մենք ուսումնասիրում ենք, հա, այդ հարևան մշակույթների օրենքները, հիշատակությունները, այնտեղ գործել են տարբեր օրենքներ կապված կնոջ հագուկապի կերպարի հետ, թե ինչպիսին պետք է լինի ամուսնացած կինը, իրեն հարգող կինը, օրինակ Բաբելոնից մենք ունենք, այսպես ասած, մաքուր կնոջ մաքուր աղջկա կերպար, երբ կնության էին տալիս միայն, այսպես ասած, մաքուր աղջիկներին։ Դա մենք հասկանում ենք, դա ինչ Թեև մինչ օրս էլ այդ մշակույթը կարծես թե տարբեր երկրներում, տարբեր ժողովուրդների մոտ իր արդիականությունը չի կորցրել, հնում շատ ավելի խիստ է եղել, եւ այդ ամբողջ ավանդույթի հետ զուգահեռ նաեւ գնում է այդ գլխաշորի հետ կապված ավանդույթը։ Օրինակ հին Հունաստանում հատուկ գործվածքներ էին, այսպես ասած, միգուցե գլխաշորի հետ կապված եւ այլն, պատրաստում հին հույն կանայք եւ Աթենասին նվիրված տոնակատարությանը, այսպես պահում էին այդ հսկայական երկարությամբ գործվածքը տանում էին ծեսի շրջանակում նվիրաբերելու տաճարին ու Աստվածուհուն։ Հայկական լեռնաշխարհում եւս մենք ունենք նաեւ հիշատակումներ, երբ գլխաշոր քող նվիրաբերվել է, առհասարակ նաեւ հագուստ նվիրաբերվել է տաճարներին։ Եվ միջնադարյան մեր քրիստոնեական մշակույթում եւ Վանի թագավորությունում։ Եվ դրա մասին դարձյալ խոսում է Սարգոն II-ի հիշատակությունը առայն, որ Մուծածիրի տաճարում պահվել է սրբազան հագուստ։ Դա ոչ միայն կարող էր լինել հենց այդ քրմական դասի, հա, սրբազան հագուստը, որոնք իրենք կրում էին տոների ծեսերի եւ այլն ժամանակ, այլ նաեւ նվիրաբերում էին մարդիկ տարբեր առարկաներ, իրեր եւ նաեւ հագուստ իրենց աստվածներին։ Շատ հետաքրքիր է, երկու հարց նախորդ գոտու պատմությունից տամ ու անցնենք առաջ, ուզում էի հասկանալ երաժիշտներին ինչպես եք տարբերակել գոտու վրա պատկերված եւ երկրորդ հարցը գոտին նաև գիտեմ մոգական նշանակություն ուներ եւ ովքեր էին գրում եւ կանայք եւ տղամարդիկ եւ ինչ խորհուրդ ուներ։ Այդ տոնախմբության մասնակից երաժիշտները շատ հետաքրքիր ու շատ տարբերվող հագուստ են գրում, նաև իրենց գլխի հարդարանքները, օրինակ այդ կերպարներից մեկը, գոտիներից մեկի վրա, կարծես թե Պետրազարդ ինչ որ գոտեկապով, ճակատակալով գլխարկ է գրում կամ ինչ որ գլխի հարդարանք, որը շատ հիշեցնում է օրինակ այդ աֆրիկական կամ ամերիկյան, հա, հին մշակույթներում այդ Պետրազարդ գլխի հարդարանքներին, թերևս դա երևի այդպես ծիսական կամ իրենց այդ արվեստի բարի երաժշտության հետ կապ ունեցող բարուհու կերպարի մեջ է մտնում։ Միգուցե դա շամանի կերպար է, դարձյալ քրմուհու կերպար է։ Շատ հետաքրքիր է, օրինակ շաման ասում է, այդ գոտիներից մեկի վրա կա մի կերպար, որը դարձյալ իր գլխաշորի ձևով տարբերվում է մյուսներից։ Գլխի ծածկոցը հիշեցնում կարծես, ինչպես ասեմ, դարձյալ այդ գործվածքից դուրս եկող լեզվակներ։ Միգուցե դրանք ինչ որ երիզների ձևով են, հա, գործվածքի վրա ներկարվել, բայց դա եւս ինչ որ կենթանու է նմանվում կամ երևակայական արարածի, միգուցե այդ գլխի հարդարանք գլխաշորը դե կիներ, եթե տղամարդիկ այդ շամաններ, քրմեր, այլ տիպի գլխար գդակներ էին գրելու, կանանցը ստերեոտիպին պետք է գլխաշորի ձևով արտահայտվեր, եւ այդ գլխաշորի ձևը դարձյալ նրան տարբերակում է մյուսներից, միգուցե ծեսի ժամանակ շամանային գործողություններ իրականացնելու գլխի հարդարանք է։ Միգուցե այդ պարուհին, որ նշեցի Պետրազարդ գլխի հարդարանքով, միգուցե շամանը, միգուցե ուղղակի պարուհի է։ Եվ իր կերպարը, այսպես ասած, տարբերակելու համար է նման հետաքրքիր հագուստ գրում։ Ակրոբատինը շատ ավելի համեստ, ինչպես ասացի, արական սեռի նմանվող եւ չի բացառում, որ հենց արական սեռի ներկայացուցիչը կարծես թե ավելի նեղ կիպ հագուստ է գրում, որպեսզի այդ շարժումները, հա, կարողանա ավելի հեշտ կատարել։ Երաժիշտ կանայք գրում են դարձյալ երկար զգեստ, որտեղ երկարությունը բոլոր կանանց դեպքում, թե միգուցե երիտասարդ թե ամուսնացած, բոլորին երկար է։
Եթե տղամարդ կանց Երկար մինչև ոտքի ծայր, մինչև կոշիկ, մինչև գետին հասնող երկարությամբ, օրինակ եթե տղամարդիկ մինչև ծունկը հասնող մենք տարբերակներ ենք տեսնում պատկերներում, կանանց դեպքում դա միշտ երկար է եւ փաստորեն մենք մինչև 19-րդ դարել կանայք միշտ չէ տեսնում ենք, որ գրել են բոլոր մշակույթներում երկար զգեստ։ Դա նրանց, այսպես ասած, նամուսի եւ այլնի, հա, բարեկրթության, լավ ընտանիքից դուրս եկած կնոջ եւ այլ, այսպես հատկանիշներ ունեցող կնոջ հակու կապեր։ Այսինքն այդ պարուհիների կամ երաժիշտ կանանց դեպքում մենք տեսնում ենք, որ մի փոքր տարբեր է, օրինակ այդտեղ կա կարճ թևքով հագուստ, մյուսների դեպքում հաճախ տեսնում ենք երկար թևքով, գոտեկապում կա միշտ, համարյա բոլորի դեպքում գոտեկապումը առկա է, այդ երիտասարդ կանանց կերպարներից շատերը կրում են հետաքրքիր զգեստի տիպ, որը օրինակ չեմ տեսնում այդ հասուն կնոջ դեպքում կամ աստվածուհու կերպարում, նրանք կրում են կարճ գոգնոց հիշեցնող կիսաշրջազգեստ երկարի վրա գոտեկապով։ Մեր տարազների նման է, այո, հիշեցնում են հենց այդ գոտիները երկար, գոտի եմ ասում, բայց դրանք ավելի շատ գոգնոց գոտի են, որոնք կապվում էին հագուստի վրա։ Միգուցե դա ստացվում էր շալի եւ գոտեկապման միջոցով, միգուցե հատուկ կտրվածքով ստանում էին այդ գոգնոց կիսաշրջազգեստի մոդելը, որը պետք է կրեին վերնազգեստի վրա, միգուցե դա ուղղակի իրենց կենցաղային հագուստի ձև էր, միգուցե հատուկ նշանակություն ուներ, միգուցե ուղղակի գեղեցիկ էր։ Մեր հայկական տարբեր շրջանների տարազներում այդ գոգնոցը շատ կարևոր նշանակություն ուներ, անգամ դրա վրայի նախշազարդումը շատ հետաքրքիր նշանակություն ունի։ Առհասարակ նախշազարդումը միշտ ունեցել է շատ կարևոր իր խորհրդաբանությունը, նշանակությունը, հենց այնպես զարդանախշում մեր հայկականում էլ եւ նաեւ Վանի թագավորությունում էլ չի արվել գործվածքի կամ հագուստի կամ արթուզարդի պարագաների վրա։ Դրանք հիմնականում բուսազարդեր են, ծաղկային բուսական էլեմենտներ, որոնք կապվում են պտղաբերության, բնության, կյանքի, աճի, գաղափարի հետ։ Էլի տվյալ տարածաշրջանի հավատալիքներին համապատասխան։ Այո, ամբողջին արևելքում եւ հայկական մշակույթում դա այդպես է։ Մենք տեսնում ենք կենդանիների պատկերներ, որոնք նաեւ մեր հայկական ասեղնագործության մեջ կան, որոնք եւս պահապան էակներ են, սրբազան էակներ են, օրինակ առյուծը, թռչնապատկերները եւ այլն, դրանք գալիս են անհիշելի ժամանակներից, օրինակ հենց Վանի թագավորությունում առյուծը ցուլը, դրանք աստվածներին ուղեկցող խորհրդանշական կենդանիներ են, հենց գլխավոր աստվածներին ուղեկցող եւ պատկերներում միշտ տեսնում ենք այդ երկու կենդանիներին։ Հետո էլ մեր արդեն միջնադար են դրանք գալիս, արդեն այլ խորհրդաբանությամբ ժամանակաշրջանի հոգևոր պատկերացումներին համապատասխան։ Օրինակ մեր հայկական միջնադարյան ավանդույթում տղամարդու կրծքահատվածը զարդանախշվում էր հատուկ արական սեռին, հատուկ զարդամոտիվներով, որոնք իրեն պետք է պաշտպանեին, արիությունը պաշտպանեին եւ այլն։ Հղի կանանց հագուստի հատվածներ, կրծքազարդ, գոգնոցի հատված, քղանցքի հատված էլի ունեին իրեն զարդանախշման ձևերը, որոնք էլի պահապան չարքերից պահպանելու, այսպես ասած, նշանակություն ունեին, ինչպես մենք ասեցինք, այդ ամբողջ խորհրդաբանությունը հենց այդ զարդանախշերի մեջ էր։ Գոտին էլ իր հերթին այդ ամենին գումարած, որպես արթուզարդի պարագա, ոչ միայն գեղազարդման պարագա էր, այլև դարձյալ չարխափան, մոգական նշանակություն ուներ։ Ինչու՞, որովհետև գոտին կարծես թե օղակում է մարմինը, չունի եզրեր, չունի սահման, ամբողջացնում է մարմինը եւ այդպիսով պաշտպանելով չարքից։ Գոտիներ կրում էին Վանի թագավորությունում թե կանայք, թե տղամարդիկ եւ թե տարբեր խավի ներկայացուցիչները։ Ուղղակի այդ գոտիները արդեն պայմանավորված էր, թե տվյալ դասի ներկայացուցիչը ինչ նյութից պատրաստված, ինչ գեղազարդմամբ գոտի է գրում։ Դե պարզ է, որ ավելի ցածր խավի ներկայացուցիչները շատ ավելի համեստ գոտիներ են գրել։ Միգուցե գործվածքից պատրաստված հյուսքեն, ավելի բարձր խավը արդեն մետաղներից, թանկարժեք մետաղներից, որտեղ մենք ունենք գոտիներ շատ հետաքրքիր հարդարմամբ։ Եվ դրանցում կարելի է միգուցե տարբերակել եւ տղամարդկանցը եւ կանանց, օրինակ իմ ուսումնասիրության համաձայն այն պատկերները, այդ հորինվածքները, որտեղ գերիշխում են կանացի պատկերները, պատկանել են կանանց, այսինքն նշածս գոտիները ըստ երևույթին կրել են կանայք,
տրամաբանորեն եւ այն գոտիները, որոնցում գերակշռում են ավելի այլ պատկերներ, որոնք հատուկ են արական սեռին, ըստ երևույթին գրել են արական սեռի ներկայացուցիչները, հետո դրանք իրենց նրբությամբ են տարբերվում, չափսերով են տարբերվում եւ այլն։ Ըստ երևույթին առօրյա կենցաղային կյանքում գրել են ավելի համեստ տարբերակ, իսկ ավելի տոնական առիթների դեպքում գրվել են արդեն հատուկ նշանակության գոտիներ, այդտեղ կարելի է տարբերակել արքայական գոտիներ, զինվորների գոտիներ եւ այլն։ Այ դրան էլ կուզեի գալ, հաջորդ հարցս էր, այսպես սահուն այնպես ստացվեց, որ անցում կկատարենք զինվորները եւ ոչ այսպես վերնախավի մարդիկ ինչ հագուստ էին գրում եւ դրանց նյութը գուցե ձևվածքը տարբերվում էր արդյոք մյուսներից։ Զինվորների պատկերներ շատ չեն, բայց մենք ունենք զինվորների պատկերներ։ Զինվոր նաև հենց այդպես զինվոր կոչվել են, հա, տարածքը պաշտպանող մարդիկ են եղել։ Զինվորները զորքեր են եղել եւ տարբեր տիպի զորքեր, այսինքն զինվորական միավորումներ, հետիոտն, հետևակային եւ այլ, այսինքն այդ հետյալներ, մի խոսքով դրանք տարբերակելի են եւ նրանց հագուստն էլ պետք է տարբերվեր, ավելի հարմար, օրինակ հետյալի հագուստը պետք է ավելի ստերեոտիպ չէ, հարմար լինի, քան մյուս զինվորներից, օրինակ հետյալ զինվորների պատկերներում, իսկ դրանք շատ են, օրինակ սաղավարտների վրա տարբեր գեղարվեստական հորինվածքներ կան, որտեղ մենք տեսնում ենք հենց զինվորի կերպարներ։ Պետական այլ իրերության տվյալ կրողը նաև պատկերել է իր սաղավարտի վրա իր կարգավիճակին բնորոշ ինչ որ անհատ կանայք գոտիների վրա կանանցի այդպես ինչ որ ծիսակարգեր են եղել զինվորների սաղավարտները երևի ավելի պատերազմական բաներ, հա։ Ասեմ, դրանք էլ դարձյալ իմ ուսումնասիրությունների շրջանակում են, օրինակ կան սաղավարտներ, որոնք հայտնաբերվել են դարձյալ ուրարտական տարբեր հնավայրերից, դրանք եւս տարբերվում են իրենց գեղարվեստական հարդարանքով, ինչպես եւ գոտիները կամ մնացած պարագաները, առարկաները։ Կան ուղղակի առանց ինչ որ գեղարվեստական հարդարման սաղավարտներ, կան գեղեցիկ, ավելի այսպես շքեղ, կարելի է այսպես որակել, սյուժետային բովանդակությամբ սաղավարտներ։ Մենք դրանք օրինակ կարող ենք տեսնել հենց Հայաստանի թանգարաններում, հենց պատմության թանգարաններում, արքայական սաղավարտներ են։ Ու ոչ միայն այդտեղ կան, բայց հիմնականում մեզ հայտնի են արքայական այդ հնավայրերից, դամբարանային հատվածներից պեղված նյութեր, եւ դրանք նախ ծանր են, մեծ են ավելի։ Դրանց վրա պատկերները բավական հետաքրքիր են արված, որոնց վրա հիմնականում սրբազան նշանակության պատկերամոտիվներ են։ Դժվար է ասել, որ զինվորը սովորական, հա, պատերազմի ժամանակ պետք է այդ սաղավարտը կրեր։ Նրանք կրել են ըստ երևույթին ավելի պարզ տարբերակներ, թե դա վահաններին է եւս վերաբերվում, որոնք մենք տեսնում ենք մեր թանգարաններում, այդ արքայական հսկայական վահանները, դրանք ըստ երևույթին դարձյալ ծիսական հատուկ նշանակության տոնախմբությունների ժամանակ նվիրատվություններ են, միգուցե ինչ որ տոների ժամանակ դրանք կիրառություն են գտել ծեսի շրջանակում, հետո տարվել են տաճար կամ այլ վար, կախվել պատերից, որովհետեւ օրինակ Մուծածիրի հայտնի այդ տաճարի պատկերում մենք տեսնում ենք մուտքի երկու կողմերում կախված վահաններ։ Ըստ երևույթին հենց այդ տաճարին նվիրաբերված վահաններն են եւ նմանատիպ օրինակ ծիսական, հա, ճակերտավոր ասած ծիսական նշանակության սպառազենի իրերը, վահանները, սաղավարտները եւ այլ, հենց հատուկ նշանակության հարդարանք են պարունակում, որոնք պարզ է, որ ավելի վերնախավի արքայական, հա, նշանակություն ունեն եւ մենք գիտենք, որ հին արևելքում եւ ոչ միայն արքաները նաեւ գլխավոր զորքի հրամանատարն էին, իրենք էին չէ առաջնորդում իրենց զորքը, տանում դեպի հաղթանակ կամ պարտություն, միևնույնն է իրենք էին առաջնորդում եւ մենք բոլոր մեր հերոսական պատումներում գիտենք, որ արքաները դրան գլխավոր, այսպես ասած, հրամանատարներն են զորքի եւ դա տրամաբանական էր հնում։ Եվ նրանք հենց հատուկ իրենց արթուզարդն են ունեցել ծիսական։ Հետաքրքիր է, օրինակ գրավոր հիշատակություններում հաղթանակները նվիրաբերվում են իրենց գլխավոր աստծուն Խալդիին։ Եվ նաև հենց Խալդիից խնդրում են, այսպես հաղթանակ, երբ գնում են պատերազմ, երբ զորքը առաջնորդում են դեպի պատերազմ արքաները։ Եվ ըստ երևույթին հետո էլ այդ սպառազենը նվիրաբերվել է հենց Խալդիին, ու ոչ միայն, միգուցե նաև մյուս գլխավոր աստվածներին, միգուցե հենց նաև Թեշեբային։ Հարցը այն է, որ հենց այդ գեղարվեստական հարդարանքը ներկայացնում է հատուկ ծիսական նշանակության պատկերներ, պատկերաշար, դրանք սովորական պատերազմ գնալու սպառազենի պարագաներ չեն։ Ինչ վերաբերում է զինվորների հագուստին,
այդ փոքրիկ պատառիկները, դրվագները այս կամ այն իրի որմնանկարների եւ այլնի դեպքում, երբ մենք ունենք, մենք այնտեղ տեսնում ենք տարբեր տիպի զինվորի կերպարներ, բայց դրանք հիմնականում շատ տարածված է, կարճ տունիկա, մինչ ծնկները, գոտեկապով, կարճ թևքերով եւ երկարաճիտ կոշիկներ եւ գլխներին կրում է սաղավարտ, ուսից կախված է կապարճը, հա, եւ ձեռքին իհարկե վահան։ Սա այն ավանդական զինվորի կերպարն է, որ միշտ տեսնում ենք ուրարտական զորքերի այդ պատկերներում։ Թե սրբազան զորքի ճակերտավոր, որտեղ այդպիսի հավատալիք եւս կա, եւ թե ըստ երևույթին սովորական զորքի դեպքում։ Միգուցե եւ ոչ թե միգուցե հաստատ տարբեր եղանակային պայմաններում պետք է լինեին թե ավելի բարակ հագուստ եւ թե իհարկե վերնահագուստ, միգուցե մորթե հագուստ, որը պետք է զինվորներին պաշտպաներ, չէ՞, իսկ հայկական լեռնաշխարհը գիտենք, հա, եղանակային պայմանները հնում էլ մոտավորապես պետք է նույնն լինեին, եւ նրանք պետք է կրեին ավելի տաք հագուստ, որը պետք է կարվեր բրդից, որը ամենատարածված հումքն էր այդ ժամանակաշրջանում, եւ իհարկե մորթուց, որտեղ կան պատկերներ, որ մեզ թույլ են տալիս ենթադրել, որ մորթի եւս օգտագործվել է Վանի թագավորությունում, որ սորտների հագուկ ապում, զինվորների հագուկ ապում եւ ոչ միայն շալե, հա, տարբերակով այդ մորթիները գործածություն են ունեցել, ըստ երևույթին ոչ միայն տղամարդկանց, նաեւ կանանց դեպքում ունեցել են հետաքրքիր ձևավորումներ, բրդից ստացել են տարբեր տիպի, տարբեր հաստության հյուսվածքի գործվածքներ եւ ինչպես արդեն խոսեցինք, նաեւ տարբեր գունավորման գործվածքներ։ Այսինքն մենք տեսնում ենք զինվորի դեպքում մորթու օգտագործում, նշածս հագուստի տիպերը, կոշկի տիպը, իսկ կոշկի տիպը մենք ոչ միայն այդ փոքրիկ պատկերներից գիտենք, նաև գիտենք կոշկաձև անոթներից, որոնք պահպանվել են ուրարտական մշակույթից։ Կոշկաձև անոթները։ Դրանք խեցեգործական, այսպես ասած, անոթներ են, հա, որոնք նախատեսված են եղել խմիչքի համար, եւ իրենք ունեն կոշիկի, երկարաճիտ կոշիկի ձև, անգամ դրա վրա մենք տեսնում ենք այն թելիկները, կապերը, որոնցով կապվել է, այսինքն բավական ժամանակակից երկարաճիտ կոշիկի ձև է, դա տղամարդու հագուկ ապում է եւ ըստ երևույթին զինվորի կոշիկի ձև է, կանանց ցավոք կոշիկի ձև Վանի թագավորությունից չի պահպանվել, այդ պատկերներն էլ թույլ չեն տալիս, հա, ճշգրիտ վերականգնել, ըստ երևույթին կաշվից դարձյալ փոքրիկ մաշիկանման այդպես կոշիկներ պետք է ակնեին, ձմռանը միգուցե ավելի երկար տարբերակները, չմոռանանք, որ հայկական լեռնաշխարհը հնագույն կոշիկի, այսպես ասած, տարածաշրջանն է հայ աշխարհի, ոնց որ մենք լավ մշակել ենք կաշին, անգամ հիշատակություններ են պահպանվել անհիշելի ժամանակներից, ինչպես էին հատուկ այդ ամենալավ որակի կաշին մշակում, դրանից ստանում, հա, տարբեր, ինչ մագաղաթ, հա, այսինքն եւ նաեւ կոշիկ, բավական որակով կոշիկներ են հագել հնում, այնպես չի, որ այն ժամանակ շատ վատ են հագնվել, որովհետեւ մեզ թվում է, որ այդ հին մարդը շատ վատ է հագնվել այն ժամանակ, շատ այդպես ոչ զարգացած ժամանակներ էին, բայց արի ու տես բավական շքեղ են հագնվել, երբ նայում ենք գունային լուծումները, արծուզարդը, գործվածքների ձևերը, իսկ գործվածքները տարբեր են եղել, ոչ միայն բուրդ, այլև ըստ երևույթին նրանք նաև վուշ են օգտագործել, իսկ ուշ թանկարժեք գործվածքեր Ասորստանում եւս դա վերնախավին հատուկ է եղել, վուշը նաև Եգիպտոսում էր տարածված, նաև մետաքս են օգտագործել Վանի թագավորությունը, որովհետև Թոփրակ Կալեի ներկայիս Թուրքիայի տարածքում, հա, Վանի մոտակայքում հնավայրից հայտնաբերվել է մետաքսի պատառիկ եւ դա բացատրվում է նրանով, որ Վանի թագավորությունը Եվս մետաքս օգտագործել է։ Գիտեք, դժվար է ասել այդ մետաքսը բերովի էր, թե տեղում էին մշակում։ Այդ ենթադրությունը դեռևս օդում կախված է, ինչպես իմ ուսումնասիրություններում, նաև մյուսների, կարող էին այլ երկրից բերել, կարող էին նաև տեղում մշակել, չմոռանանք, որ մենք միջնադարում մետաքս մշակել ենք, ունեցել ենք մեր հայկական տարբեր տարածքներում, մետաքսը բավական տարածված է եղել։ Բոլորին թվում է, որ մետաքսը դա Չինաստանում է շատ տարածված, զարգացած եղել, բայց արի ու տես ոչ, այս տարածքներում եւս մետաքս օգտագործել են։ Ինչու՞ ոչ, եթե կա հումքը, կա հողը, կան բոլոր նախապայմանները, ինչու՞ չօգտագործել։ Դե կաշին էլ ասացի, որ ըստ երևույթին տարբեր հագուստի մասերում, միգուցե գոտիների համար, սպառազենի դեպքում, հա, որովհետև այդ սպառազենի տարբեր դետալները ամրացնելու համար մարմնին ու հագուստին պետք էին տակից կաշվե, ուրեմն շերտերը, միգուցե եւ գոտիների դեպքում եւ այլ, հա, սաղավարտները եւս ինչ որ գործվածքի գլխարկի վրա էր հագցվում փափուկ, որտեղ այդ մետաղական չէին հագնի գլխի վրա, նույնը սպառազենի եւ արթուզարդի նաեւ այլ պարագաներին է վերաբերում, որ զինվորները այդ կաշին ու գործվածքը համատեղել են,
հակու կապում։ Ու քանի որ այսքան բազմազան ու տարատեսակ նրբություններ հաշվի առնելով են այդ հագուստները եւ առարկաները ձևվել, ենթադրվում է, որ մենք այդ ժամանակ ունեցել ենք նաեւ դերձակներ։ Անպայման։ Խոսեք մի հետաքրքիր է, որ գրքում եւս մի փոքր ակնարկ եմ արել, որովհետեւ մի փոքր չունենք հիշատակություններ կամ մի դերձակի անուն գրավոր հիշատակություններում, այլ ուսումնասիրողներ եւս դրան անդրադարձել են փոքրիկ հակիրճ, ես էլ բերել եմ դեպի, այսպես ասած, մշակութային դաշտ, արվեստի հագուստի դաշտ, եւ եկել եմ այն եզրակացության, որ Վանի թագավորությունը պետք է լինեին պալատական արհեստանոցներ, պալատական արհեստավորներ, դերձակներ, ըստ երևույթին արքան եւ իշխանավորները պետք է ունենային իրենց դերձակներ, չէ՞ որ դա ընդունված է եղել մինչեւ նոր ժամանակներ, երբ մարդ ունեն մեր իր վարսավիրը, չէ, ունեն մեր իր դերձակը եւ այլն, եւ այդ Նարագի անունով, այդ անունով է հիշատակվում, այո, ըստ երևույթին արական սեռի ներկայացուցիչ է եւ դերձակները գլխավոր եղել են հենց տղամարդիկ։ Չէ՞ որ մեր միջ 19-րդ դար էլ լավագույն դերձակները, արհեստանոցների ղեկավարները տղամարդիկ էին եւ փաստորեն հնում էլ եղել են այդ դերձակ տղամարդու կերպարները, որոնք ստեղծել են հագուստ հատուկ վերնախավի համար եւ ոչ միայն կանայք էլ ըստ երևույթին պետք է աշխատեին այդ արհեստանոցներում օգնական որպես կամ այն մանր-մունր գործերը ըստ երևույթին արել են հենց կանայք։ Կանանց պատկերներ գործվածքի հետ կապ ունեցող մենք եւս գոտիների վրա ենք տեսնում, արի ու տես դարձյալ այդ իգական սեռի ներկայացուցիչներով գոտիների շարքում, որոնք թվեցին, մենք ունենք դազգահի արչեւ նստած կանայք, որոնք գործվածք են ստանում։ Դա կարող է լինել կարպետ, ինչպես մեր հայկական ավանդական գորգագործության, կարպետագործության մեջ դասգահի առջև, չէ, դասական դիրքով նստած հյուսում են գործվածքը կանայք։ Ուրարտական այս գոտիների վրա մենք տեսնում ենք գլխաշորով կանանց կերպար, ովքեր այդ գործվածքի հետ գործողություն են կատարում, կա այնտեղ նաև թելի այդ մանման գործընթացը ցույց տվող դրվագ։ Սա ինչ է, սա մեր ավանդույթների ժառանգորդական, այսպես անցումն է մինչև մեր ժամանակներ, ոչինչ չի սկսվել նոր ժամանակներում, չի սկսվել միջնադարում, դա ունի իր ակունքները անհիշելի ժամանակներում եւ Վանի թագավորությունը եւ այս արտեֆակտները դրա վառապացույցն են եւ պետք է գտնեն իրենց մասնագետներին, ովքեր ուսումնասիրեն, հանրահռչակեն եւ ստանան մի հատ հետաքրքիր մեծ պատմություն, որովհետև քիչ է միայն հագուստը ուսումնասիրել կամ մի փոքր այլ ինչ-որ մի բան։ Մենք այսպես կծկտուր պատառիկներով ենք ամեն ինչ ուսումնասիրում։ Դա իհարկե պայմանավորված է արտեֆակտների սակավությամբ, այսինքն ինչ գտնում են հնագետները այս կամ այն փոքր հնավայրից տարածքից, դա է այն ռեսուրսը, հա, աղբյուրը, որը այսպես սնում է գիտնականների հետազոտությունները, բայց կարելի է ստանալ մի հետաքրքիր դրանից պատմություն, օրինակ ես շատ կուզեի, մեծ երազանքն է, որ մենք ստեղծենք ինչ-որ մի հետաքրքիր պատմական ֆիլմ, պատմական հագուստների ներգրավմամբ, այդ պատմական կերպարների, չէ՞ որ արտասահմանում բոլորն ունեն իրենց այդ պատմական շրջանին վերաբերող ֆիլմեր, հին հռոմեական կայսրություն ներկայացնող, հին Հունաստան եւ այլն, ինչու մենք չունենանք ճիշտ վերականգնություններով կերպարներ, հագուստ եւ ստանանք այդ պատմությունը, վերստեղծենք այդ պատմությունը, չէ՞ որ հնարավոր է մենք ունենք շատ լավ արվեստագետներ, դերասաններ, ռեժիսորներ, դիզայներներ եւ մնում է նրանք համակցեն իրենց այդ վարպետությունը ուսումնասիրողների ստացած արդյունքների հետ եւ ստանան շատ հետաքրքիր մի բան։ Այնինչ կա օրինակ ինձ չի գոհացնում, որտեվ ես չեմ տեսնում որ պատմական հագուստ ճշգրիտ եւ գեղեցիկ, այսպես ասեմ, որովհետեւ դա չի համապատասխանում պատմական այն կերպարին, որը գոյություն է ունեցել մեր թվարկությունից առաջ առաջին հազարամյակում։ Դա գալիս է նրանից, որ հաճախ հագուստ են ստեղծում զուտ իրենց պատկերացումներով եւ չեն խորանում պատմության մեջ, մասնագետի խորհրդակցության եւ այն, այնպես որ դա պետք է լինի խմբակային աշխատանք։ Այն ինչ անում են արտասահման, դա հսկական խմբակային աշխատանք է եւ նրանք ստանում են ճշգրիտ կարելի ասել կամ այդ ճշգրտությանը մոտ կերպար, պատմական կերպարներ եւ դա հուզում է մարդուն դիտողին, դա հետաքրքիր է դարձնում իրենց պատմությունը, չէ։ Եվ նաեւ արդեն շոշափելի եւ տեսանելի է դարձնում այդ ժամանակաշրջանը։ Մենք ունենք հիմա շատ քիչ մասնագետներ, որոնք փորձում են դրանով զբաղվել եւ հուսով եմ, որ ապագայում ավելի այսպես
գիտությունը մեր կզարգանա, մեր այս ուսումնասիրությունների արդյունքները կգումարվեն իրար եւ կստանանք վերջնարդյունք որպես Վանի թագավորության այդ ամբողջ պատմությունը վերակերտված, վերստեղծված։ Կան դրա նախապայմանները Եվ եւ վերջը հիմա նաև ծախսածածկման տեսանկյունից կարելի է օգտագործել արհեստական բանականությունը որոշ տեսարաններ ոչ թե հավաքելու այսպես մեծ ծախսերի հետ կապելու, այլ գոնե այդպես իր օգնությամբ այդ պատկերները ստանալու Իհարկե, նպատակով։ թվային տեխնոլոգիաները ժամանակակից այս ամբողջ ռեսուրսները մեզ ավելի պետք է զարգացնեն եւ մենք փորձում ենք օգտվել այդ երևույթներից եւ ոդ գցել, շարժվել հենց ժամանակին համընթաց եւ այս տեխնոլոգիական զարգացմանը համընթաց, որտեղ գիտությունը չի կարող տեղում դոփալ անգամ հին ժամանակներում արված գիտական հետազոտությունները, գիտնականների ենթադրությունները կարող են փոխվել։ Պետք չի կարճել հին այդ տարբերակներից։ Գիտությունը առաջ է գնում, տեղում նոր եւ ամեն ուսումնասիրող, ամեն գտածող բերում է նոր իրողություն, նոր պատմություն եւ փաստորեն այս Վանի թագավորության հագուստի այս փոքրիկ փորձը եւս այդ իմ ասած մի կաթիլն է, որ փորձում ենք անել վերստեղծելու զինվորի կերպարը, թագուհու արքայի կերպարը, անգամ փոքրիկի կերպար կա մի բրոնզացի թեղի վրա։ Ունենք պահպանված ինչ-որ տեղեկություններ կամ հագուստներ։ Թիթեղ է, որի վրա մենք տեսնում ենք փոքրիկ հասակով փոքրիկ մի կերպար, այսինքն տեղի ունեն դարձյալ ծիսական ինչ-որ մի արարողակարգ, աստվածությունն է բազմած գահին, իր առջև արական սեռի մի քանի ներկայացուցիչներ են։ Արջևին ըստ երևույթին հենց գլխավոր ներկայացուցիչն է միգուցե հենց արքան եւ իրեն հետևում են արդեն դարձյալ վերնախավի այլ կերպարներ միգուցե ավելի ցածր, քան արքան է։ Այդտեղ տեսնում ենք ըստ երևույթին քրմի կերպար, որը տարբերվում է մյուսներից իր հագու կապով, ավելի համեստ եւ մենք մեզ ծանոթ այդ տաճարային սպասավորների հագուստի տիպն է կրում, որ մեզ ծանոթ է ֆիլմերից, նկարազարդումներից եւ մի փոքրիկ կերպար է, որը օրինակ թվում է թե ունի իր այլաբանորեն, հա, խորթաբանությունը միգուցե տարիքով փոքր չէ, ուղակի խավն է, դասն է, հա, իրեն փոքրացնում, բայց ես խորին համոզմամբ կարծում եմ, որ դա փոքրիկ կերպար է, միգուցե արքայազն, չէ՞ որ սովորաբար այդ ժամանակին արքաները նաև փոխանցում էին իրենց գիտելիքները եւ ծիսական արարողակարգերին մասնակից էին դարձնում իրենց որդիներին եւ ըստ երևույթին իր որդիներն են Եվ այդ փոքրիկն էլ միգուցե հենց արքայորդին է, հագուստը ավելի պարզ տունիկայաձև կտրվածքով հագուստ է, չէ՞ որ հնում մինչև ասենք մի 2 դար առաջ, մի դար առաջ, փոքրիկների հագուստը մեծերի նույն հագուստի ձևով էր արվում, մի փոքր մանրամասները իհարկե ավելի մանկականին համապատասխանեցված։ Նոր ժամանակներում արդեն սկսեցին մանկական հագուստ որպես այդպեսին ստեղծել, իսկ հնում տղաները, աղջիկները հագնում էին մեծերին հատուկ մեծերի նմանությամբ ավելի պարզեցված տիպի հագուստ։ Իսկ ինչով կարող է Վանի թագավորության հագուստը կամ այդ ոճավորումը զարմացնել այսօրվա նորաձևության տներին կամ ինչ նոր բան կարող են այնտեղից վերցնել, որ գուցե օգտակար կլինի այսօրվա ժամանակաշրջանում։ Ոգեշնչման շատ տարբերակներ կան, սկսած զարդերից, դրանց վրա խորհրդաբանորեն արված, հա, այդ սիմվոլներից, պատկերներից, որ կարող են դառնալ երևակայության, հա, աղբյուր, եւ դրանք ստանան իրենց նոր լուծումը, նոր տիպի հագուստի, նոր տիպի զարդերի վրա։ Նրանք կարող են վերստեղծել այդ գործվածքներով, զարդանախշված այդ գործվածքներով հագուստի ինչ-որ մի տիպ, որը լինի արդիական մեր ժամանակներում, բայց իր կտրվածքի ձևով, գործվածքի կամ զարդանախշման ձևով մոտենա ուրարտական ժամանակներին։ Արթուզարդի ձևերը, հիմա օրինակ մեր արծաթագործությունը, ոսկերչությունը, մեր դիզայներները, օրինակ մատանիների, ականջողերի եւ այլ զարդերի մեջ փորձում են ստանալ մեր հին հնամենի այդ զարդանախշման համակարգը, իհարկե հիմնականում շատ ավելի տարածված է միջնադարյան հայկական մեր զարդաձևերը, բայց արդեն կան նաև ուրարտական նմուշները կրկնող տարբերակներ։ Լավ կլինի, որ նրանք էլ այդ մասնագետների հետ, հա, համագործակցեն եւ ստանան բավական հետաքրքիր լուծումներ, նրանք կարող են անգամ ուղակի վերակենդանացնել այդ տիպը, ասենք կախազարդերի, մեդալյոնների դեպքում, լուսնազարդերի դեպքում կարող են վերստեղծել եւ դա շատ հետաքրքիր կնայվի մեր ժամանակակից հագուստում, շատ արդիական կլինի, որտեղ ոճային շատ երիտասարդներ
մարդկաներ եմ տեսնում, որոնք իրենց հագուստում կարող են կիրառել ոչ միայն հայը, այլև արտասահմանցի։ Եվ նույնը նորաձևության տները, օրինակ նորաձևության այդ հռչակավոր տները շատ են ոգեշնչվում հին ժամանակներից։ Նորերը լավ մոռացված հինն է։ Բյուզանդական, միջնադար, հին հռոմեական, հունական շատ է դա ոգեշնչում տարբեր նշանավոր նորաձևության տների եւ դիզայներների, եւ մենք էլ հայերս էլ կարող ենք աշխարհին ներկայանալ մեր հայկական լեռնաշխարհի այդ հնամենի մշակույթի ձևերով, արթուզարդի պարագաներով եւ այլն, ինչու՞ ոչ։ Իսկ կան կարմիր գծեր, որ նորարարություն բերելիս պետք է ամեն դեպքում հաշվի առնել եւ չվնասել տվյալ ժամանակաշրջանի խորհրդաբանությունը, թե զարդանախշերի, թե հագուստի դեպքում։ Ոյ հետաքրքիր հարց եք տալիս, բավական բարդ, որովհետեւ այդպես կարող են քիչ գիտելիքի կամ այսպես ակնթարթային, հայացք նետելու արդյունքում ստանալ զարդ, բայց գրել սխալ տեղում, սխալ հագուստի հետ գուցե։ Ես օրինակ հետաքրքիր պատկերացումներ ունեմ, դա այլ ձև կորակեն, մարդիկ սնոտիապաշտություն եւ այլն։ Ես օրինակ զարդերին շատ յուրահատուկ եւ զգուշ եմ վերաբերում, որովհետեւ ինձ համար զարդը դա մարդու կյանքի հետ կապ ունեցող սովորական իր չէ, այլ իր, այսինքն գեղազարդման ուղղակի իր չէ, առարկա չէ, այլ նաեւ պետք է այդ զարդը քեզ հարստացնի, քեզ պաշտպանի, ինչպես հնում էր, որովհետև երբ որ մենք ինչ-որ մի զարդաձև նախշազարդ ենք ընտրում մեզ համար, պատկերը սկսում է գործել մեր մարմնի վրա եւ մեր կյանքում։ Ես դրա խորին համոզման եկած մի մարդ եմ, որովհետև պատկերը աշխատող է։ Պատկերը սովորական մի բան չի, պատկերին դեռ զարդին չանդրադառնամ, պատկերին հնում շատ զգույշ էին վերաբերում։ Իզուր չէ, որ երբ մենք գնում ենք հին քարեդարյան ժամանակներ, այդ պատկերներ, ժայռապատկերներ, որնանկարներ, որ քարայրներում եւ այլ արվել են, դրանք չեն արվել սովորական մարդկանց կամ սովորական արվեստագետների համար, ովքեր գնացել են այդպես սարերը ոգեշնչվելու նկարել են։ Դրանք սրբազան վայրեր են։ Դրանք սովորական վայրեր չեն, դրանք ուխտավայրեր են, դրանք, այսպես ասած, տաճարի նախատիպեր են, որտեղ եւս արվում էին պատկերներ, որոնք պետք է գործածվեին կամ մասնակցեին իրենց ծիսական իրադարձություններին, կրոնական հավատալիքներին, ծեսերին եւ այլն, այսինքն պատկերը մասնակից էր դառնում մարդու հոգեվոր կյանքին եւ իր կարեւորությունն ու նշանակությունն էր ստանում։ Հետագայում, երբ այս մշակութաձևերը զարգացան, դա արվեստը թե չէ արդեն հարցի երկրորդ կողմն է, որովհետև օրինակ հիմա մենք դա կերպարվեստի մեջ ենք դիտարկում, արվեստի պատմության մեջ ենք դիտարկում, բայց այն ժամանակ դրանք չենք ստեղծվել որպես արվեստի ձևեր, պատկերարվեստի ձև եւ ոչ էլ այդ զարդաձևերը կամ պատկերազարդերը։ Եվ հիմա գալով զարդին, հնում մարդիկ զարդերը կրում էին մինչ իրենց կյանքի վերջ եւ անգամ մենք տեսնում ենք, որ դամբարան, այսինքն անդրշիրիմյան աշխարհ, նրանք գնում էին իրենց զարդերի հետ միասին, նույնը Վանի թագավորությունում էր։ Դամբարաններում հայտնաբերվում են այդ մարդիկ թաղված, իրենց մնացորդները ավելի շուտ իրենց զարդերի հետ միասին, այսինքն ապարանջանները, մատանիները, գոտիները իրենց կյանքում ուղեկցել են նաև մահվանից հետո անդրշիրիմյան աշխարհ։ Ինչու՞, որովհետև նրանք պաշտպանում էին իրենց այս կյանքում, չարխափան այդ մոգական նշանակությամբ։ Այն կյանքում եւս պետք է պաշտպանեին, որովհետև հին մարդը հայկական լեռնաշխարհում եւս նախաքրիստոնեական ժամանակներում հավատում էր անդրշիրիմյան աշխարհին, այն կյանքին, որտեղ ինքը վերածնվելու էր, եւ իրեն պետք էին գալու այն իրերը, որոնք իրենց ուղեկցել են։ Հետո հին մարդը վախենում էր նաև կորցնել իր զարդերը կամ իր զարդերը, այսպես ասած, ուղակի չունենալ, որովհետև առասպելներից մենք գիտենք, երբ մարդիկ զրկվում են, իրենց զարդերից, կամ մահանում են, կամ իրենց հետ դժբախտություններ են տեղի ունենում, սկսած Շամիրամի պատմությունից, Միչագետքյան Ինանա աստվածուհու պատմությունից եւ այլն։ Եվ նույնը Վանի թագավորությունում եւ հայկական լեռնաշխարհում, այսինքն թե կանայք եւ թե տղամարդիկ շատ լուրջ էին վերաբերում իրենց զարդերին։ Գոտին եւս շատ կարևոր էր, հատկապես զինվորների, արական սեռի ներկայացուցիչների համար, նաև դա իշխանության խորհրդանիշ էր, որ միշտ իրենց հետ էր։ Եվ երբ իրենց գոտին պոկեին իրենց վրայից, նրանք զրկվեին այդ գոտուց, նրանք կարծես կորցնում էին իրենց ուժը, իրենց իշխանությունը,
Այսպիսի հետաքրքիր պատկերացումներ ունեցել զարդերի հետ։ Նույնը ապարանջանների հետ կապված, ականջողերի եւ այլն, նրանք գրել են մարմնի տարբեր մասերում հատուկ նշանակությամբ, այսինքն մարմնի տարբեր հատվածներ պաշտպանվել են տարբեր տիպի զարդերով, օրինակ կրծքազարդը, լուսնազարդերը, կրծքի հատվածում գրվող զարդերը հենց այդ կրծքի հատվածն էին պաշտպանում, որտեղ այդ հատվածը թե կնոջ, թե տղամարդու համար շատ կարևոր էր, ուժը այդտեղ էր, կնոջ ուժը դա պտղաբերությունն էր, կաց տալու հատկությունն էր, հենց այդ հատվածը, ինչպես ասեցի, նախշազարդման առումով էլ, ուղղակի զարդերի առումով էլ այդպես է, իզուր չէ, որ ոչ միայն հին արևելքում, նաև այլ մշակույթներում, ոչ միայն ուրարտականում, այլև այլ մշակույթներում հենց այդ կրծքազարդերին շատ կարևոր նշանակություն էին տալիս, որտեղ բոլոր համարյա տարազային համալիրներում մենք տեսնում ենք կուրծքը, ինչպես հնդիկները կասեն իրենց մշակույթում այդ չակրաները պաշտպանող զարդեր։ Նույնը բերենք մեր լեռնաշխարհ, մենք այդ զարդերի վրա, անգամ դրանց վրա արվող պատկերներն էին ստանում հատուկ նշանակություն, ինչպես է քրիստոնեականում մարդը գրում է մեդալյոն կամ այլ տիպի զարդ, որի վրա Քրիստոս է տիրամայր կամ այլ սրբեր, որոնք ինքը հավատում է, որ իր պաշտպանության համար են եւ միշտ իրենք գրում են եւ վախենում են, չէ, դա կորցնել։ Նույնն էլ հնում էր, օրինակ ուրարտական մշակույթում մեդալյոնների վրա մենք տեսնում ենք աստվածուհիների, տեսնում ենք աստվածների եւ այլ կերպարների։ Եվ ինչպես ասեցի, ըստ երևույթին կին պատկերող, աստվածուհի պատկերող այդ զարդերը, մեդալյոնները գրել են կանայք եւ իրենց աստվածուհին է իրենց պաշտպանել։ Միգուցե իրենք բարօրությունը, հա, ինչ որ մի խնդրանքով հենց դիմել են իրենց աստվածուհուն, տղամարդիկ էլ իրենց աստվածներին։ Եվ դա հենց պատկերվել է իրենց զարդերի վրա, նույնը գոտիների պատկերները, միգուցե դրանք հատուկ առիթներով եւ այդ պատկերներով գրել են հատուկ այդ մտայնությամբ, հատուկ նշանակությամբ եւ վախեցել են դա կորցնել։ Միգուցե դա դժվար է ասել սերնդեսերունդ կփոխանցեին, ինչպես օրինակ հայկական մշակույթում մենք չէ սովորենք, որ տատիկները, մայրիկները, չէ, իրենց երեխաներին փոխանցում են իրենց զարդերը։ Բայց օրինակ ես կարծում եմ, որ մարդու զարդը պետք է լինի միայն իրենը, որովհետև զարդը իրենում ըստիս էներգիա է պարունակում։ Դրան հավատում են շատ ու շատ, չէ, ժողովուրդներ, հնում եւս, եւ այդ ուժը մնում է այդ զարդի մեջ, բացասական է թե դրական, դա հարցի մի կողմ է, բայց այդ մարդու ուժն է, հա, ամփոփված այդ զարդում։ Ես օրինակ խուսափում եմ օտար մարդկանց կամ այլոց զարդեր գրեմ ինձ վրա եւ շատ հաճախ երբ զարդ եմ ձեռք բերում, միշտ հարցնում եմ վարպետին, սա նոր է, թե գրել են կամ եւ այսպես ասած արքուվաճառքի արդյունքում է, հա, հայտնվել տաղավարում, որովհետեւ շատ մեծ կարեւորություն եմ տալիս դրան եւ ինչ եմ գրելու։ Հիմա շատ հաճախ երիտասարդները ինչ որ հիերոգլիֆներ օտար մշակույթներից իրենց վրա անում են այդ դաջերը եւ նաեւ զարդերի ձևով են գրում, հաճախ երբ հարցնում ես իրենց գիտի արդյոք այդ պատկերի հիերոգլիֆի իմաստը չգիտի։ Ինչպես կարելի է մարդ իր վրա գրի պատկեր, որի իմաստը չգիտի։ Միգուցե դա ունի բացասական նշանակություն։ Ես արդեն կարևորություն եմ տալիս նաև մեր հայկական լեռնաշխարհի առումով, որտեղ կան զարդեր, որոնք դամբարաններից են գտնված, շատ հանրահռչակվում են, մարդիկ դրանից զարդեր են ստեղծում, վաճառում են, բոլորը գրում են, բայց ես մտածում եմ, որ եթե դա դամբարանում է եւ շատ մեծ տարածում չունի, միգուցե դա ունեցել է իր կարևոր, միգուցե բացասական, միգուցե Անդրեաս Շիրիմյան աշխարհի հավատալիքների հետ ունեցող հա նշանակությունը եւ պետք չէ այս կյանքում դա գրել քո մարմնի վրա։ Միգուցե այդպիսի զարդերը միայն ստեղծվել են հենց Անդրեաս Շիրիմյան աշխարհ, հա, հանդերձյալ աշխարհ մարդուն ուղեկցելու համար։ Միգուցե անեծքներ են պարունակում զարդերը, չենք կարող ասել, որովհետև անեծքի բանաձևերը եւս շատ տարածված էին հնում։ Մարդիկ կարող էին անիծել այս կամ այն վայր, այս կամ այն հուշարձանը, ինչու ոչ նաեւ իրենց զարդը, որ ուրիշը չկրի։ Ես հավատացած եմ այդ ամենը, որովհետև ուրարտական բազմաթիվ անեծքի բանաձևեր են պահպանվել, որ այս կամ այն հուշարձանը բղծողին թող աստվածները պատժեն, իրենց սերմը կործանվի եւ այլն։ Դամբարանների վրա չէ եգիպտական կան հիերոգլիֆային այդ գրերով գրված անեծքի բանաձևեր եւ շատ ու շատ այդպես առեղծվածային պատմություններ հենց կապում են հենց այդ անեծքի հետ, չէ՞, Թութանհամոնի հայտնի դամբարանի հետ եւ այլն, նույնը կարելի է վերել այս տարածաշրջան։ Այստեղ էլ մարդիկ իրենց աստվածների միջոցով անիծել են իրենց դամբարանները բղծողների եւ այլն։ Ես շատ հաճախ մեկ մտածում եմ, որ հնագիտությունը այդ բղծմանը մասնակից ինչ որ գիտություն է, որովհետեւ մարդիկ հանգիստ ուզեցել են հանդերձյալ աշխարհ գնան, բայց հնագիտներն ու գիտնականները մենք իրենց հանգիստ չենք տալիս։ Հա, հետաքրքիր բան եք ասում, երբեք չէի մտածել այդ մասին։ Հա,
իսկապես շատ բազմաշերտ ու այսպես ծավալուն նյութ է, որի մասին կարող ենք անverջ խոսել ու հա զարդերի հետ կապված էլ լիովին համաձայն եմ ցանկացած չնայած բան, եթե դու իմաստը չգիտես եւ չես գիտակցում ինչի համար ես դա գրում կամ անում, ցանկալի է իմանալ, գիտակցել, թեպետ գուցե նաեւ դա սկսում է իր դրական եւ բացասական աշխատանքը ունենալ, երբ դու իմանում ես իր վատ կամ լավ լինելը։ Ենթադրում եմ այդ վատ ազդեցությունը գալիս է նաեւ քո իմացությունից, Հավատքից, ասում են, եթե հավատումը սկսում է իրավացնել։ Մտքում է տեղի ունենում այդ ազդեցությունը, եթե դու անհաղորդ ես, այսպես անտարբեր ես իր բովանդակության ու այդ ազդեցությանը, գուցե եւ որևէ ազդեցություններ չունենա։ Ինչևէ, շատ հետաքրքիր է, շնորհակալություն Գայանե, կարծում եմ դեռ առիթ կունենանք էլի զրուցելու։ Ձեր գիրքը կարող են ձեռք բերել, եթե մարդիկ հետաքրքրված լինեն, ուզեն ավելի այսպես խորացված տարբերակով, նաև ձեր նշած վերականգնած լուսանկարները տեսնելու համար ունենալ եւ ձեռք բերել գիրքը։ Նախ ասեմ, որ ես եմ շատ շնորհակալ հրավերի եւ այս հետաքրքիր զրույցի համար եւ ինչ վերաբերում է գրքին, գիրքը նախ կա համացանցում ազատ, այսինքն ցանկացած ոք աշխարհի տարբեր անկյուններում կարող է ներբեռնել եւ կարդալ այդ ինչպես նշված է 3 լեզվով հայերեն, ռուսերեն, անգլերեն։ Իմ նպատակն է եղել ոչ թե շահետապնդել, այլ իմ այսպես ասած վարկածները հասու դարձնել լայն հասարակությանը, ոչ միայն մասնագետներին, նաեւ ուղղակի հետաքրքրվող մարդկանց Հայաստանում եւ Հայաստանից դուրս դրա համար թարգմանեցի հենց, որպեսզի հասու դարձնենք աշխարհին, որտեղ երբ որ միայն հայերեն ենք տպագրում մեր գրքերն ու հոդվածները, դա կարողանում են ընթերցել միայն, հա, հայերը կամ ինչ որ բարդ թարգմանությամբ օտարազգիները։ Այնպես որ կա համացանցում հանգիստ կարող են բոլորը Վանի թագավորության հագուստը այդպես, հա, խորագրով փնտրել, գտնել կամ էլ գրադարաններում, բուհերում հանձնել եմ, որպեսզի ուսանողները, մասնագետները եւս կարողանան հաղորդակից դառնալ գրքին։ Կա նաեւ գրախանութում, բայց ես օրինակ կարծում եմ, որ մարդիկ կարող են ոչ միայն գնել, այլև ազատ ձեռք բերել համացանցից եւ օգտվել կամ եթե ցանկանում են թղթային տարբերակով, բայց չեն ուզում գնել գիրքը, գնալ եւ գրադարանում հանգիստ նստել ու ընթերցել կա Հայաստանի ազգային գրադարանում, Իսահակյանի մասնաճյուղերում եւ այլն։ Շատ լավ, ես խորհուրդ կտամ գնեն, քանի որ դա էլ ընթերցողի հարգանքն է ձեր կատարած աշխատանքին եւ փոքրիկ մոտիվացիա, ինչու ոչ նոր աշխատանքներ կատարելու առհասարակ ցանկացած կարևոր գործում շնորհակալ լինելը անհրաժեշտ ձևով կարծում եմ ցանկալի է եւ ոգևորիչ, ինչ չէ նաեւ հաճելի։ Շնորհակալ եմ։ Գայնե մենք ունենք ավանդական խաղ, որով էլ ամփոփում ենք մեր ոդքասթը։ Ասեք 3 անհավանական փաստ ձեր մասին, 2-ը ճիշտ, 1-ը կեղծ եւ մեզ դիտող լսողները փորձեն մեկնաբանությունների բաժնում գուշակել, որն է կեղծ պատմությունը։ Իսկ ովքեր մեզ ամսական բաժանորդագրությամբ միացել են Ռեարմենիա հարթակում, իրենց կադրից դուրս հատված կնկարենք եւ ես ինքս կփորձեմ գուշակել, որն է կեղծ պատմությունը ու կուղարկենք իրենց։ Ես սիրում եմ շփվել հոգիների հետ։ Դա 1։ Ես սիրում եմ կենդանիների։ Եվ երրորդը օй սիրում եմ ընթերցել։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։